հատկապես դպրոցների թիվը, որոնք կարիք ունեն կապիտալի համեցության եւ այդ թվում նոր շենքերի շատ ավելին է, քան 300 եւ մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ այժմ արդեն քննարկում ենք հաջորդ փուլի դպրոցները եւ իրականում մեր բավականին մեծ թվով դպրոցներ, 700-ից 800 դպրոցներ դեռևս այդպիսի անհրաժեշտ միջամտության կարիք են ունենալու մեր ուրեմն այս ծրագիրը ամփոփելուց հետո։ Ինչ վերաբերում է Կապանի թիվ 10 դպրոցին, ապա բնականաբար մենք տեղեկացված ենք շենքի վատ վիճակից եւ այս հարցի շուրջ բավականին աշխատանքի արված, ասեմ, որ Իսպան է նաեւ դպրոցն ընդգրկված է այն դպրոցների ցանկում, որտեղ պետք է նոր շենք կառուցեն կամ վերակառուցում արվի։ Հիմնական խնդիրը կապված է տեղանքի հետ եւ ընդհանուր առմամբ այդ տեղանքը այնպիսին է եւ տարիների ընթացքում այնպիսի խիտ կառուցապատում է արված դպրոցի շրջակայքում, որ դա այժմ անհնար է դարձնում գոյություն ունեցող հողատարածքի վրա նոր շենքի կառուցումը, ընդհանուր մինչեւ երբ որ խոսում ես մասնագետների հետ, ասում են, որ նույնիսկ խնդրահարույց է, թե ինչպես պետք է շինարարական տեխնիկան մոտենա դպրոցին։ Սա շատ կարևոր է հասկանալ, որ տարիների ընթացքում քաղաքաշինական եւ անկանոն զարգացումները իրականության մեջ մեր կենտրոնական բանկի կարգավորումների խնդիրը բացարձակ չի վերաբերվում կրիպտոարժույթի կամ թվային ակտիվի շրջանառությանը։ Բացարձակ եւ մենք ուզում ենք, որ լիարժեք քաղաքացիական օրենսգիրքը ճանաչի կրիպտոարժույթը կրիպտոակտիվը որպես լիարժեք գույք, որը շրջանառվում է Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ, եթե մենք ունենք գույքը, մենք պիտի հասկանանք ով է ինչի սեփականատերը։ Հիմա քանի որ կրիպտոակտիվների շրջանառության պարագայում շատ դժվար խնդիր, հետազոտությունը չի երևում, առաջանում են նմանատիպ խնդիրներ, ինչ վերաբերվում է նախագծի, որ ազգային ժողովուրդն փոխանակումը կանխիկով, տեսեք սա ինչ վտանգ կա, եթե դա դառնա թույլատրելի կամ մնա թույլատրելի, դա նշանակում է, որ մենք ֆիսկալ համակարգին լուրջ հարված ենք տալիս, որովհետև երբ որ դերումը տեղի է ունենում կանխիկով, դա նշանակում է ֆիսկալ յունիթում, գոնե առևտուրը ինչ որ ձևով, գոնե վճարման փուլում արձանագրվում է եւ ինչ որ չափով հետագծելի է դառնում։ Երբ որ դա տեղի է ունենում կանխիկով, այլևս հնարավոր չի իդենտիֆիկացնել գնման կամ վաճառողին կամ որևէ կերպ տեսնել, թե ի վերջո դրամի ուրա գնաց։ Սա է մեր խնդիրը, մենք բնականաբար շատ զգուշ ենք եղել եւ ամեն ինչ անում ենք, որ մեր կարգավորումները որևէ կերպ առավել ևս մայնինգի չխոչընդոտել։ Բացառվում է, որովհետեւ մենք ուզում ենք, որպեսզի մայնինգ լինի, առավել ևս էներգետիկայի